Ողջույն գործար Ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ տաղավարում հյուրընկալում ենք անհատների, ովքեր որ կիսվում են իրենց գործարար մտքերով, իրենց ընկերությունների պատմություններով, անցած ճանապարհով եւ փորձով։ Այսօրվա իմ հյուրին է մեծ սիրով ուզում ներկայացնել Նարեկ Գևորգյան, ողջույն Նարեկ։ Ողջույն Ծովինար։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Նարեկը հանդիսանում է Զարդար ընկերության հիմնադիրը, ընկերություն, որը որ զբաղվում է արծաթյա եւ ոչ միայն, ոսկյա զարդերի արտադրությամբ, բավականին հետաքրքիր դիզայնով ու լուծումներով, նաեւ մենք այստեղ տաղավարում ունենք, ցավոք ռադիոլսողները չեն կարող տեսնել, բայց ռադիոդիտողները վստահաբար կարող են տեսնել։ Մինչև հիմնական թեմային անցնելը Նարեկ, մի փոքր ձեր կրթության մասին կներկայացնեք, ինչ մասնագիտություն ունեք, որից հետո արդեն կանրադառնանք ինչպես է ստեղծվել ընկերության գաղափարը։ Շնորհակալություն։ Ես սովորել եմ Գեղարվեստի ակադեմիան Քանդակի բաժնում, որը Դա որ թվականներ Նարեկ։ 2008 թվական։ Հրաշալի է։ Քանդակի բաժնում իմ սկսեմ ավելի վաղ, իմ ծնողներն են արվեստի, իմ հայրն էլ է քանդակագործ։ Պապս էլ եղել է քարտաշ, ոնց որ այդ ճյուղը տենց շարունակվել է, ես էլ եմ սովորել քանդակի բաժինը, այնուհետև ավարտելով բաժինը, ես նաև սիրում էի համակարգչի հետ աշխատել, սովորեցի Rhino ծրագիրը, որի միջոցով պատրաստում ենք 3D մոդելները։ Հրաշալի։ Այսինքն մասնագիտության ընտրությունը ըստ էության արդեն կանխորոշված է եղել։ Մանկուց ընտանեկան, իսկ ծնողները զբաղվել են արտադրությամբ, թե միայն Ոչ, ծնողները արտադրությամբ չեն զբաղվել, արվեստով են ավելի հայրս քանդակագործա մասնագիտությամբ, այդպես արտադրություն չէ, այդպես արվեստի նմուշները, քանդակներ ստեղծել։ Շատ լավ։ Գեղարվեստի ակադեմիան ենթադրում է, որ ավելի շատ մասնագիտական կրթություն ստացել եք հենց արվեստի ուղղությամբ, բայց ձեր գործունեությունը հիմա նաև գործարար ոլորտում է։ Ինչ հմտություններ, ինչ փորձ եք ձեռք բերել այս մասով։ Գործարար հմտությունները ես այցելել եմ բիզնես դպրոցը, որտեղ սովորել եմ գործարարության հետ կապված կտորները եւ շփվելով տարբեր գործարարների հետ դասընթացի ընթացքում ձեռք եմ բերել հմտություններ, որ հիմա կիրառում եմ իմ բիզնեսի մեջ։ Շատ լավ։ Նարեկ, ընկերությունը կոչվում է Զարդար։ Նախ ինչպես է որոշվել ընկերության ստեղծման գաղափարը, պետք է իրականում նշենք, որ շատ դեպքերում շատ արվեստագետներ իրենք ստեղծագործում են եւ ըստ էության գործարարության դաշտ չեն մտնում։ Ոնց եք որոշել, որ պետք է ընկերություն ստեղծեք եւ ինչու Զարդար։ Ընկերության ստեղծման գաղափարը եղել է շատ հետաքրքիր։ Մայրիկիս սննդին փորձեցի նվեր պատրաստել իմ ձեռքով, իմ զարդ պատրաստեցի, տենց նվերեցի բոլորին շատ դուր եկավ, ու տենց ոնց որ գաղափար ծնվեց, որ կարելի է արդեն զարդեր էլ պատրաստել եւ վաճառքի ներկայացնել։ Շատ լավ, այսինքն արտադրության գաղափարը այդտեղից է սկսվել, որպես ընկերություն ստեղծել։ Սկզբում շատ քիչ քանակությամբ զարդեր ստեղծեցինք եւ դուր եկավ էլի բոլորին, այսպես ասած, ուստեղից ոնց որ հարկացավ այդ միտքը, որ կարելի է արդեն մեծացնել եւ քանակը եւ տեսականին շատացնել, այդպես ինքներեցինք այդ բիզնեսին։ Շատ լավ, իսկ ինչու Զարդար։ Զարդար անունը հնում այդ անունը կոչվել է պճնվել, զարդ արել էլ, ոնց որ արարել, ստեղծել զարդ, այդտեղից որոշեցինք Զարդար անունը դնել, ճիշտ ասած։ Շատ լավ։ Նարեկ, տեսեք, իրականում յուրաքանչյուր ընկերության ստեղծման հիմքում վստահաբար որոշակի առաքելություն ու նպատակ դրվում է, ու նաև պետք է նշենք, որ ոլորտը բավականին հագեցած է Հայաստանում եւ շատ արտադրողներ ունենք։ Որն է ձեր հիմնական առանձնահատկությունը, այսինքն հիմնականում ինչ նմուշների վրա եք կենտրոնանում, ինչ եք ստեղծում, ինչ պատկերներ, ինչ ուղղությամբ եք ավելի շատ առաջարժվում եւ ինչու եք ընտրել հենց այդ ուղղությունը։ Հիմնականում մեր բոլոր զարդերի մեջ փորձում ենք հայկական նախշեր, հայկական տառեր, հայկականը մտցնել, օգտագործելով ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները, բայց հայկական ինչ-որ մասնիկ մեջը պարունակում է մեր զարդերի, որպեսզի աշխարհին ոնց որ հայկականը ներկայացնենք։
Շատ լավ, իսկ սպառողները ավելի շատ Հայաստանից են, թե նաև ունեք հաճախորդներ, ովքեր որ Հայաստանից դուրս են, միջազգային շուկայում են։ Միջազգային շուկայում էլ է սպառվում, հիմնականում տուրիստներն են գնում, ինքը ինտերնետով ներկայացնում ենք Instagram, Facebook, TikTok, այդպես on-line հարթակներից պատվերներ է գալիս, այո, Ամերիկայից, Ռուսաստանից, չինացիներ նույնպես գնել են, տարբեր ազգերի ներկայացուցիչներ գնում են։ Շատ լավ։ Տեսեք, Նարեկ, յուրաքանչյուր բիզնեսի դեպքում միշտ առաջին հաճախորդը հիշվում է։ Բացի այն, որ նշեցիք, որ մայրիկի ծննդյան օրը առիթ է հանդիսացել, որպեսզի ընկերությունը ստեղծեք, ձեր առաջին պատվերը, առաջին պատվիրատուին կհիշեք ու ձեր զգացողություններով կկիսվեք, երբ եկավ առաջին պատվերը, որ ուզում ենք արդեն ձեր ընկերությունից օգտվել։ Եվ ինչ է եղել, ինչ դիզայն է եղել։ Առաջին պատվերը եղել է, ճիշտ ասած, շատ լավ հիշում եմ, կոլյե է եղել, ես նոր էի ոնց որ սկսել, դեռ խուսափում է էլի, տես ոսկյա կոլյե էր, շատ ինքը թանկարժեք։ Ես կասկածելով վերցրեցի այդ պատվերը, բայց շատ գեղեցիկ ստացվեց եւ շատ գող մնացին էլի այդ հաճախորդները։ Իսկ ոնց էին ձեզ գտել։ Ձեր ընկերներն էին, հարազատներն էին, թե ուղղակի պատահական հաճախորդներ։ Հարազատների միջոցով են գնել էին, տես տեսել էին այդ հարազատի ոնց որ բզին կախված մեր խաչը, տես հարցրել էին։ Ծոր հարազատների միջոցով էր։ Բերնեբերեն մարքեթինգը աշխատել էր ձեր դեպքում։ Շատ լավ, մյուս կարևոր հարցն եմ ուզում տալ, գործարարության մեջ վստահաբար այն, որ ունես անկախություն, ինքնուրույնություն եւ այլն, բավականին շատ նաեւ բարդություններ եւ դժվարություններ կան։ Կնշեք այս ոլորտում բիզնեսի հիմնական բարդությունը կամ այն դժվարությունները, որ առնվազն դուք ունեցել եք եւ հաղթահարել եք։ Հիմնական բարդությունները շուկային ներկայացնելը, մարքեթինգի գովազդի եւ ինչ-որ վաճառակետերի հետ աշխատելն է, որպեսզի ներկայանալի լինի էլի մեր բրենդը։ Շատ լավ, այսինքն դժվար է համագործակցել գնի վերաբերյալ ընդհանուր համաձայնության գալը, թե ուղղակի համագործակցելն է դժվար խանութների հետ։ Աշխատում ենք մենք մի քանի խանութ հետ, ուղղակի գնային համաձայնության չեք կարողանում լիարժեք։ Բայց այսօր նաև on-line հարթակներ կան, կարող եք նաև այդ մասը օգտագործել։ Հիմնականում մենք աշխատում ենք on-line հարթակի վրա, նպատակներ կա ունենալու նաև offline խանութ, այդ ուղղությամբ էլ ենք աշխատում, որ մեր offline խանութ ունենանք, որպեսզի հաճախորդները գան իրենց սաշկով տեսնեն։ Online-ի խնդիրներն է դա է, որ մարդը ինտերնետով նկար տեսնում, բայց չի պատկերացնում էլի զարդ, որ վերցում է ձեռը շոշափում է, ավելի վիզուալ տեսանելի է լինում, կամ հիմնականում մենք անհատական պատվերներ ենք անում, մարդու ցանկությունները հաշվի առնելով։ Նաև այդ հարցն է ուզում ուղղել, դուք ունեք ուղղակի պատրաստի, թե մարդիկ կարող են իրենց օրինակ նկարը ուղարկել եւ դուք տեղում արագ պատրաստել։ Նկարն էլ կարող են ուղարկել եւ մենք դիզայն ենք անում, ասենք իր ցանկությունները հաշվի առնելով կարող ենք դիզայն անենք, ըստ դրա համաձայնացնենք, նոր պատրաստենք զարդը։ Լավ, հաջորդ կարևոր հարցն եմ ուզում ուղղել, Նարեկ, տեսեք, նշեցիք, որ զարդերի դեպքում կարևորում եք, որ որևէ հայկական, այսպես դետալ, որևէ հայկական նախշազարդ կամ հայկական սիմվոլիկա անպայման ներառված լինի։ Իսկ ինչ են նախընտրում հաճախորդները։ Հիմնականում երբ գալիս են անհատական պատվերներ, երբ հաճախորդը ինքը պետք է, ասի ինչ են ուզում։ Ինչ բնույթի պատվերներ եք առավելապես ստանում կամ այլ կերպ եթե հարցը վերաձևակերպեմ, ինչ է նախընտրում հայ սպառողը զարդերի պարագայում։ Հայ սպառողը նախընտրում է իմ կարծիքով, որ իրենց անվանական ինչ-որ տառեր կամ նշաններ, թվեր պարունակի, որ շեշտվի իրենց անհատականությունը կամ լոգոյի տեսքով, անվան առաջի տառերով, հիմնականում այդպես բաներ են պատվիրում։ Մենք խաչերի վրա տառեր են, մեծրոպ մաշտոցա կոչվում խաչի, մեջտեղի տառը մենք ամեն ոնց որ անձին իր անվանական տառով պատրաստում ենք։ Հիմնականում տենց պատվերներ են ցանկանում։ Այսինքն անհատականացված ու ավելի անհատականությունը շեշտող պատվերներ են։ Իսկ ինչ են նախընտրում դրսի հաճախորդները, նշեցիք, որ Չինաստանից պատվեր ունեք, նաև այլ երկրներից։
դրսից գնել են որը շատ զարմանալի հայկական նախշերով, հայկական տառերով խաչեր են գնել չինացիները, գնել են էմալապատ մատանիներից, բազմաթիվ բաներ են գնել, էլի ես բան չեմ կարող դες կոնկրետ շեշտեմ, բայց տարբեր պատվերներ լինում է։ Մյուս հարցը, Նարեկ, քանի որ գործարարության մեջ, ինչպես արդեն նշեցինք, բացի դրական կողմերից լինում են նաև շատ խոչընդոտներ ու շատ դժվարություններ։ Դուք որպես ստարտափ, թեպետ արդեն ստարտափ չեք, որովհետև որքան ժամանակ է շուկայում գործունեություն եք ծավալում։ Արդեն 5-6 տարի է, որ 5-6 տարի է։ Լուրջ զբաղվում ենք։ Շատ լավ։ Ամենամեծ դժվարությունները, որոնք որ հաղթահարել եք ու հիմա էլ հաղթահարում եք, կնշեք, քանի որ միգուցե մենք ունենանք շատ ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ովքեր հետաքրքրված լինեն ոլորտով եւ ձեր նաեւ փորձառությունը վերցնեն։ Դժվարություններ հիմա հաշվապահական պահով է, որ խանութների հետ նշեցի, հիմա բոլորը փոխանցումներով են աշխատում, պետքա հաշվի ֆակտուրաներ գրես ամեն զարդին մի քիչ էդի բարթացնում ոնց որ ժամանակի պահով էլի։ Թիմը քանի հոգի է։ Թիմը 6 հոգի է, բայց ըստ էության բոլորը արտադրողներ ավելի թե ունեք նաև ադմինիստրատիվ հատված։ Չէ, ադմինիստրատիվ հատվածեր կա, բայց հիմնական արտադրանք ոսկերիչներ, էմալագործ, մշակ պալիրովկա անող, փայլեցնող էլի ավելի շուտ բա։ Շատ լավ, այսինքն ըստ էության արտադրական մասում խնդիրներ չունեք, ավելի հաշվապահական, իրավաբանական, արտադրական մասով ժամկետների մեջ է մեկ որ պատվեր է լինում, ասենք 5-6 օր է էլի ժամկետը լինում, մի քիչ այդ ժամկետների մեջ ենք։ Երբ է անհրաժեշտ, ասում են 3, չէ՞։ Բոլորը թողնում են վերջի օրերին։ Եվ դա նաև իրականում լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում թիմի ներսում։ Այստեղ մյուս կարևոր հարցն եմ ուզում ուղղել, Նարեկ, վստահաբար կարող ենք ասել, որ այնպիսի մասնագիտություն, ինչպիսին է քանդակագործությունը, միգուցե ես սխալվում եմ, դուք ինձ կարող եք ուղղել այդ մասով, երիտասարդների համար շատ գրավիչ մասնագիտություն չի։ Միգուցե ինչ որ տարիքից հետո ավելի հետաքրքիր է, բայց ավելի քիչ են, հա, երիտասարդները հիմա ավելի այսպես ակտիվ մասնագիտություններ են ընտրում։ Դուք ձեր կադրային, այսինքն թիմակիցները համալրելու հարցը ոնց եք լուծում։ Քանդակագործություն ճիշտ ասած ինքը շատ օգնում է, եթե 3D-ն լրիվ քանդակա ուղղակի համակարգչի մեջ։ Եթե մարդիկ կան, որ 3D գիտեն, բայց քանդակից նկարչությունից իրանք չեն սովորել, շատ թույլ են էլի այդ կողմից, իրանք չեն կարողանում պատրաստել 3D մոդելներ։ Դրա համար եթե այդ 3D մոդելավորող ապեք, նախընտրում ենք, որ ավարտած լինի Գեղարվեստի ակադեմիան, որ ինքը պատկերացում ունենա, էլի 3D-ից, քանդակից կամ նկարչությունից։ Այսինքն ըստ էության ինքը տիրապետում է ծրագրի, բայց մասնագիտական մտածողություն չունի։ Իսկ կադրային խնդիրը ոնց եք լուծում։ Այսինքն մենք ունենք շատ մասնագետներ կամ մեր կադրային բազան ինչպիսին է այդ առումով։ Կադրերի խնդիր չկա, ճիշտ ասած, ոսկերիչներ շատ լավ ոսկերիչներ կան։ Կադրային խնդիրներ չենք ունեցել։ Ինքը եթե ինչքան է ոնց որ ասած ընդլայնվեն կադրեր կան էլի։ Ես բավականին շփվում եմ այդ ոլորտը, տարբեր ցանոթներ ունեմ։ Եթե ինչ-որ քանակով պատվերել ա եղել, այնպես չի ստացվել, որ չհասցնենք, էլի կադրեր կարողանում ենք ներգրավել։ Իսկ ավելի շատ տարիքային մասով երիտասարդներ են, միջին տարիքի, թե ավելի տարեցներ։ 3D-ի ծրագրավորման մասով երիտասարդներ են, իսկ ոսկերչականման ավելի միջին տարիքի։ Շատ լավ։ Նախավերջին հարցն եմ ուզում ուղղել, Նարեկ, քանի որ այնուամենայնիվ թիմակիցների հարցը լուծելը միշտ կարևոր է լինում, դասընթացներ կամ որևէ բան դուք ունեք, որ կարող է օրինակ հիմք հանդիսանալ ձեզ համար, ձեր թիմը հետագայում համալրելու մասով։ Այսինքն սովորեցնեք, ինչպես դուք նշեցիք, եթե անհատը գիտի ծրագրավորում, ծրագիր, բայց չգիտի դասական քանդակագործություն, նկարչություն եւ այլն, իրեն ավելի բարդ է լինում սովորելու ու վերապատրաստվելու մասով։ Մենք այդպես ծրագիր էլ ունենք, մի պահ իրագործել ենք,
Զարդար ակադեմիա էր կոչվում եւ մենք դասավանդում ենք, ես դասավանդում եմ 3D Rhinoceros Matrix ծրագրերը եւ Magix, որի միջոցով պատրաստում է զարդերը, բայց հիմա ժամանակի սղությամբ այդ ծրագիրը ոնց որ մի կողմ ենք դրել, կենտրոնացել եք արտադրության վրա, բայց նորից կանրադառնանք էլի այդ իրականում կարևոր ուղղություն է ինքը ու նաև կարևոր խնդիր լուծող ամենակարևորը կադրերը մենք կարանք ոնց որ սովորացնենք լավագույն ուսանողներին վերցնենք մեր մոտ աշխատանքի շատ լավ իսկ համագործակցում եք Գեղարվեստի ակադեմիայի նաև մյուս ուսումնական կենտրոնների հետ թիմակիցներ համալրելու մասով համագործակցության է դասընթացի ժամանակ համագործակցել ենք որպեսզի ուսանողներ ներգրավենք բայց զարդերի արտադրության չենք համագործակցել։ Շատ լավ։ Ինչ նպատակ ունի զարդարը Նարեկ։ Ինչ այսպես կարևոր խնդիր է ուզում լուծել շուկայում եւ ձեր տեսլականը ապագայում ո՞նց եք պատկերացնում։ Եթե պատկերացնենք, որ մի քանի տարի հետո նորից ձեզ հյուրընկալել ենք տաղավարում, որտեղ հասած կլինի զարդարը, ինչ եք պատկերացնում իր զարգացման տեսլականի մասով։ Մենք մտածում ենք, որ այսօր 21-րդ դարում բոլոր հասանելի է, բոլոր տեխնոլոգիաները ամբողջ աշխարհի հիմա զարդերի մեջ ավելի ոնց որ դիզայնը ու յուրահատկությունն է։ Մենք փորձում ենք մեր զարդերով կարողանանք գրավել ոչ միայն հայկական շուկա, այլ դուրս գանք միջազգային շուկաներ։ Ամերիկայում հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, շատ ենք ուղարկում, այնտեղ հայերն են էլի ճիշտ ասած ավելի շատ օգտվում, բայց փորձում ենք այնպես անել, որ այլ օտար ազգիները նույնպես օգտվեն հավանեն բրենդը ոնց որ հայտնի դառնա աշխատում ենք այդ ուղղությամբ ու ամենակարևորը հայկականությունը տարածել այո հայկական զարդանախշերով հայկական զարդը կրեն օտար ազգիները մենք վրան նշում ենք էլի Made in Armenia գրածա որ հայկականը տարածվի Շնորհակալություն շատ եւ վերջին հարցն եմ Նարեկ ուզում ուղղել ձեզ որտեղ գտնեն ձեզ հաճախորդները ինչպես դիմեն ինչպես է աշխատում պատվերների համակարգը ոնց կապ հաստատեն ձեզ հետ Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում, բոլոր հարթակներում սոցիալական մենք ներկայացված ենք զարդար որ գրեն կարող են գտնել պատվերները on-line էլի վերցնում ենք նույն օրը առաքումները կատարում ենք արկատեսականուց իսկ մնաց անհատական պատվերները 6-ից 7 օր է տևում շատ լավ պատվիրել եւ ֆայլեն շատ լավ շնորհակալություն շատ իրականում կարևոր ու առանցքային գործ եք անում Նարեկ ամենակարևորը այստեղ հայկականության ու հայկական մշակույթը արվեստը տարածելու գործում ես ձեր գործերին մեծ հաջողություն եմ մաղթում, ու ոչ միայն ձեր, այլ բոլորիս գործերին, եւ ուզում եմ իսկապես մեծ վստահություն ունենալ, որ մի քանի տարի հետո, ինչպես դուք նշեցիք, ձեր տեսլականի մեջ է մտնում, զարդարը ամբողջ աշխարհում ներկայացված կլինի եւ այո շատերը կկրեն հայկական մշակույթը հայկականը շնորհակալություն շատ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել որ գործարար ալիքի եթերում կրկին անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրն էր Զարդար ընկերության հիմնադիր Նարեկը Գևորգյան ընկերությունը զբաղվում է ոսկյա եւ արծաթյա իրերի զարդերի արտադրությամբ շնորհակալություն նույնպես շնորհակալ եմ շատ հաջողություն բոլորիս գործերին շատ մեծ հաջողություն շնորհակալություն